այստեղ քննարկված է մեր ընտանիքի անդամներին, մեր հայրենակիցներին։ Ես ուզում եմ հիշեցնել մի քանի կարևոր խոսքեր, որոնք հնչեցրել եմ առաջի ասուլիսի ժամանակ եւ այդտեղից կառուցենք մեր այսօրվա խոսակցությունը։ Մասնավորապես գիշեք ես նշեցի, որ մեր գերխնդիրը հարկային եկամուտների պատշաճ հավաքագրումն էր եւ դա ինչ ձևով պետք է իրագործենք։ Մենք պետք է մարդկանց հարկ վճարելու ընկալումներում եւ հարկ վճարելու մշակույթում բեկում մտցնենք եւ փոփոխություններ մտցնենք, իրենց որպես ընկեր, գործընկեր եւ ընտանիքի անդամ բացատրելով, որ հարկ վճարելու բարեխիղճ եւ հոգատար մշակույթը այլընտրանք չունի, քանի որ մենք բոլորս երազում ենք ունենալ սուվերեն զարգացած պետություն, ինչպես նաեւ բոլորս ուզում ենք երջանիկ ապրել մեր պետության եւ մեր հայրենիքի մեջ։ Եվ այս տեսանկյունից կարևոր է տեսլական ձևակերպել պետական եկամուտների կոմիտեի առաջ, թե ինչպիսի կառույց լինի պետական եկամուտների կոմիտեն։ Դրա մասին խոսել ենք նաև անցած ասուլիսի ժամանակ, երբ որ ասացինք մենք ուզում ենք տեսնել արհեստավարժ, հզոր եւ մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն, եւ այսօրվա իմ ելույթը ես կկառուցեմ այդ տրամաբանության մեջ, այնուհետև կանցնենք հարց ու պատասխանի։ Նախ խոսեմ մեր եւ մեր հարկ վճարողների համատեղ արդյունքներից եւ առաջի ցուցանիշը, որի մասին պետք է խոսենք, մեր հարկային մուտքերն են։ Գաղտնիք չէ եւ նաեւ դրա մասին հրապարակումներ ենք ունեցել, նաեւ իմ հարցազրույցների ժամանակ անդրադարձել եմ, որ ունենք բավական տպավորիչ արդյունքներ եւ հունվար-ապրիլի կտրվածքով 14.5% աճեր ունենք անցած տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, որը ենթադրում է 120 միլիարդ դրամով ավել հարկային եկամուտներ անցած տարվա այդ ժամանակահատվածի համեմատ եւ ինչպես հարկային, այնպես էլ մաքսային համակարգերի տեսանկյունից եթե մոտենանք հարցին, երկու ուղղությամբ էլ մուտքերի բավական էական աճեր ունենք, մասնավորապես 12.7% աճ ունենք հարկային համակարգի տեսանկյունից, այսինքն հարկային մարմնի կողմից հավաքված, եւ 25.3% աճ ունենք մաքսային մարմնի կողմից հավաքագրված, եւ այստեղ մի էական հարց է ծագում, որի մասին ես անցած ասուլիսի ժամանակ շեշտադրեցի։ Ինչպես պետք է հավաքագրենք հարկերը, կամ ինչպես պետք է հարկ վճարողները հարկերը վճարեն եւ պետական եկամուտների կոմիտեն ինչպիսի դեր ունի այդտեղ, եւ այստեղ շատ կարեւոր է գտնել բալանսը, այսինքն պատշաճ հարկ վճարման եւ տնտեսության զարգացման միջև բալանսը, եւ կարծում եմ մենք այդ ճանապարհին ենք։ Ինչու՞։ Հիմա մի քանի կարեւոր ասպեկտներից կխոսեմ մեր արդյունքների մասին, որոնք եթե կհիշեք անցած անգամ նույնպես ես առաջ քաշեցի, թե ինչպես գնահատենք մեր գործունեության արդյունավետությունը, եւ առաջի ասպեկտը դա մեր տնտեսական զարգացումներին համահունչությունն է։ Այսինքն որքանով ենք համահունչ հավաքագրում հարկային եկամուտները կամ մեր հարկ վճարողները սիրելի, ինչպես են վճարում հարկերը, այդ տեսանկյունից եթե մենք նայենք օրինակ մեր տնտեսական ակտիվության տեմպերին եւ նայենք մեր հարկային մուտքերին, ապա այդտեղ նույնիսկ որոշակի առաջանցիկություն կա, դա մենք բացատրում ենք 3 կարևոր գործոններով։ Առաջինը իհարկե տնտեսական ֆենոմեն է, քանի որ ունենք ոլորտներ, որոնց հարկ վճարելու ժամանակահատվածը ավելի ուշ է գալիս, օրինակ մասնավորապես բանկային համակարգի շահութահարկերը կամ շինարարության ոլորտի ավելացված արժեքի հարկերը, դրանք բերում են որոշակի ավելի մեծ մուտքերի, բայց երկու կարևոր գործոն, որը մենք նկատում ենք եւ կարծում ենք, որ էական դեր ունեն, դա մեր վարչարարության արդյունավետության բարձրացումն է առաջին հերթին, ստվերի դեմ պայքարի ջանքերի մեծացումը, եւ երկրորդը նկատում ենք նաեւ կարգապահության եւ պատրաստակամության աճ։ Հիմա մյուս ասպեկտը, որի մասին անցած անգամ խոսում ենք, դա ծախսը արդյունավետությունն է, այսինքն որքանով ենք հոգատար այն միջոցների նկատմամբ, որը մեզ հանրությունը տրամադրում է, որպեսզի մենք հարկերը հավաքագրենք, եւ գիշեք ես ասում եի, որ հանրությունը 1.1%, այսինքն հարկային եկամուտների մեջ եթե նայենք, թե մենք ինչքան ենք ծախսում վարչարարության վրա, ապա 1.1% էր, եւ ճիշտ է տարվա ընթացքում դրա մասին շատ չեն խոսում այդ ցուցանիշի, բայց օրինակ երբ որ առաջի երամսեկը նայում ենք, 0.75% է, անցած տարվա առաջի երամսեկում ունեցել ենք 0.9%։ Այսինքն նորից շարունակում ենք հոգատար վերաբերմունք ցուցաբերել այն ծախսերին, որը հանրությունը մեզ տրամադրում է հարկերը հավաքագրելու տեսանկյունից։ Հիմա ավելի բացեմ այդ հոգատարությունը եւ ավելի բացեմ այն
տնտեսական զարգացումները մեր գործողություններում հաշվի առնելու տրամաբանությունը։ Հիմա եթե օրինակ խոսենք մեր ստուգումների արդյունքներից, նախ ընդհանուր առմամբ մեր ամբողջ գործիքակազմով 18%-անոց աճեր ունենք, մոտ 45 միլիարդ դրամի բացահայտումներ, բայց դեռ էականը ոչ թե ցուցանիշներ են, այլ էականը նա է, թե մենք քանի տնտեսվարողների ենք անհանգստացրել կամ ճակերտավոր ասած անհանգստացրել, իրենց հետ աշխատել անմիջապես, եւ այս տարվա հունվար-ապրիլին 6124 ստուգման եւ ստուգումներ եւ ուսումնասիրություն ենք արել, այն դեպքում որ անցած տարի 10138 տնտեսվարողի մոտ ենք այդ ուսումնասիրություններն ու ստուգումները արել, բայց էականը նա է, որ չնայած այդ 40%-ով այդ քանակի նվազմանը, մեր արձանագրված գումարները 21%-ով աճել են, այսինքն սա խոսում է վարչարարության արդյունավետության եւ թիրախայնության բարձրացման մասին, նույնիսկ տվերի դեմ պայքարն է։ Հիմա շատ է շրջանառվում որոշակի կեղծ թեզեր նրա մասին, որ կոշտություն կա, տեսեք, հիմա կոշտության տեսանկյունից տվերի դեմ պայքարն է հիմնականում մարդկանց մտքին գալիս, եւ այդ տեսանկյունից 50%-ով ավելի քիչ, այսինքն կրկնակի ավելի քիչ տնտեսվարողների ենք մենք օպերատիվ գործողություններով ստուգել, բայց ամենահետաքրքիրը նա է, որ երբ որ նայում ենք օրինակ ստվերային շրջանառություններին, ապա շուրջ 84 միլիարդ դրամով կամ 146%-ով ստվերային շրջանառությունների աճ ունենք, եւ եթե դրա դիմաց հաշվարկենք պոտենցիալ հարկերը դրանցից գոյացող 39 միլիարդ դրամ կամ 24 թվականի համեմատ 80%-ով աճ։ Հաջորդ կարևոր ասպեկտը մեր գործունեության արդյունավետության, որի մասին սկսել ենք շատ խոսել, դա արդեն մաքսային ոլորտի հիմնական արդյունքներն են, որտեղ փորձում ենք մենք մարդկանց կյանքը հեշտացնել այն տեսանկյունից, երբ որ իրենք գործ են ունենում մաքսային ընթացակարգերի, սահմանահատման կամ այլ գործառույթների հետ մաքսային համակարգի, այդտեղ մաքսիմալ քիչ ժամանակ ծախսեն եւ մաքսիմալ արագ անցնեն այդ գործընթացները։ Եվ այդ տեսանկյունից պետք է նշեմ, որ 25 թվականի եթե սկզբի 4 ամսվա ցուցանիշներից խոսենք, ապա անցած տարվա այդ նույն ժամանակահատվածի համեմատ մենք սահմանահատումներում միջին օրական 30 բեռնատար ավելին ունենք, եթե 580 էր, հիմա 610 բեռնատար ունենք։ Եթե ժամանակատարության տեսանկյունից խոսենք, օրինակ մեր համար թիրախում ունենք մինչև 1 ժամում սպասարկելը սահմանին մեր արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողներին, ապա այդ մինչև 1 ժամվա կշիռը եթե նայենք մեր ընդհանուր դեպքերի մեջ, ապա եթե նախկինում դա մոտ 13% էր, հիմա հասնում ենք գրեթե 20%-ի։ Ավելին ասեմ, մենք նաև փորձում ենք իհարկե մեր հասարակությանը պաշտպանել մաքսանենք դեպքերից եւ այդտեղ էլ մեր գործողությունների արդյունքում դեպքերի մոտավորապես 9% աճեր ունենք եւ մյուս ասպեկտը մեր գործունեության արդյունավետության ինչպես ենք վերաբերվում մեր եւ հասարակության եւ մեր եւ հարկվճարողների միջև առաջացող վեճերին, այսպես ասած, շակերտավոր եւ այս խոսակցությունն էլ օրինակ կա հիմա շատ է խոսվում լրատվության մեջ, որ հիմնականում պետական եկամուտների կոմիտեի այդ վարչական ակտերը դատարաններում պարտվում են։ Հիմա դա միգուցե պատմական երևույթների մեջ եթե տարիներով նայենք, նմանատիպ դրվագներ կարող են գտնել, որոնք իրենց պատճառներ ունեն։ Հիմա չխորանամ այդ պատճառների մեջ հետագայում առիթ ունենանք խոսելու, բայց նշեմ, օրինակ Եթե 24 թվականի հունվար-ապրիլին ի վնաս ՊԵԿ-ի 793 դատական ակտ է եղել, հիմա թիվը նվազել է 587-ի, բայց ստեղ մի հատ էական հանգամանք է, եթե հօգուտ ՊԵԿ-ի 97 դատական ակտ է եղել 24 թվականի հունվար-ապրիլին, հիմա 486, այսինքն կարելի է ասել, որ այդ ցուցանիշը էապես աճել է, դա ինչի հետևանք է, որ մենք ինքներս ներսում աշխատանք ենք տանում եւ այն ակտերը, որոնք որ մեծ հավանականությամբ արդյունք չեն ունենալու, մենք արդեն մեր ներսում, մեր բողոքակման հանձնաժողովի միջոցով, մեր իրավաբանների միջոցով զտում ենք եւ ընթաց չենք տալի այդ աշխատանքներին ու այդ ուղղությամբ արդեն կարելի է ասել այս տարվա ընթացքում մոտ 199 գործով վերանայման բողոքներ չենք ներկայացել։ Գոհունակության տեսանկյունից էինք անցած անգամ խոսում մեր գործունեության արդյունավետության, տեսեք մենք ձեր գնահատականները չունենք, բայց երկուղությամբ արդեն աշխատանք ենք արել, շուտով կամփոփենք, բայց տարբեր ընկալումներ երբ որ վերլուծում ենք, մեր գնահատմամբ դրական գնահատման կշիռը
աստիճանաբար մեծանում է մեր գործողությունների հետևանքով եւ այդ գործողությունները հիմա փորձեմ մեկնաբանել եւ այն ռեֆորմները, որոնց մասին ես խոսել էի առաջի ասուլիսի ժամանակ։ Առաջի ասուլիսի ժամանակ նշեցինք մի քանի առանցքային ծրագրեր, որոնք այս տարի իրագործելու ենք, հասցրել ենք այս ընթացքում բավական շատ ուղղություններով արդյունքների հասնել, ես նշեմ դրանցից ամենաառանցքայինները։ Հիմա որպեսզի մենք կարողանանք մեր այն նշած տեսլականին հասնենք եւ մարդկանց ու հարկվճարողների մեր ու հարկվճարողների հարաբերություններում նոր բեկում մտցնենք մշակութային տեսանկյունից, շատ կարեւոր է որպեսզի մենք ախտորոշենք ինչ խնդիրներ ունի ընդհանուր առմամբ հարկային համակարգը եւ ինչպիսի ռազմավարություն պետք է ունենանք առաջիկա տարիներին, պետք է նշեմ, որ եւ հարկային եւ մաքսային ռազմավարությունները արդեն մշակման ավարտին ենք մոտեցել, շուտով նաեւ սկսենք ավելի լայն քննարկումներ։ 16 թվականից այս կողմ առաջի անգամ Արժույթի միջազգային հիմնադրամից սկսել ենք մի հատ մեծ գնահատում, որը մեր հարկային համակարգի բոլոր ուղղությունները մանրամասն գնահատելու է, մեզ հնարավորություն տա դրա հիման վրա նույնպես ախտորոշում անել եւ ձևակերպել մեր առաջնահերթությունները։ Դա նույնպես ավարտել ենք գրեթե, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վերջնական գնահատականները կտրվեն եւ դրա մասին նույնպես կխոսենք ձեր եւ հասարակության հետ։ Մյուս ուղղությունը մեր ռեֆորմներին աջակցությունն է, գիտեք, որ